Քրիստոնյա ազգերի հոգեբանության մեջ չնայած ուրացության նախօրինակներ կային, Հուդայի մատնությունն ամրագրվել է որպես դավաճանության խորհրդանիշ, դարձել գիտական քննարկումների եւ վարկածների հիմք։ Կա գիտական տեսակետ, ըստ որի դավաճանության հիմքը ոչ թե 30 արծաթն է, այլ նախանձը, Հուդայի սեփական ոչնչության զգացումը Քրիստոսի շուքի եւ սքանչելիության համեմատ։ Հուդան նաև գող էր, կասկածվում էր գողության մեջ, ինչպես օրինակ ասում է Հովհաննեսի ավետարանը, ըստ էության գողանալու հուզազգացական բարդույթը ևս խորքային աղերս ունի դավաճանության հետ։ Նախ նշենք, որ դավաճանությունը ազգություն կամ կրոն չի ճանաչում։ Արդեն Հուդայից առաջ աղաղակող մի դրվագ գրանցվել էր պատմության մեջ համաշխարհային Հուլիոս Կեսարի սպանության դրվագը, իդեմս իր որդեգրի, այսպես ասած, Բրուտոսի։ Եվ դրա համար պատահական չէ, որ Դանթեն իր աստվածային կատակերգության մեջ դժոխքի ամենախորին խորխորատներում տեղ է հատկացրել նաև Բրուտոսին։ Հուդայի դավաճանությունը միայն ագահությամբ չէր պայմանավորված վստահաբար։ Ճիշտ է, ավետարանիչը 4-րդ Հովհաննեսը նշում է, որ Հուդան գող էր, եւ հետաքրքրական է, որ գանձանակը հենց Հիսուս իրեն էր վստահել, այնտեղ աշակերտների խմբի մեջ մաքսավոր կար, որ այդ դրամի հետ կապված գործերը ինքը ավելի լավ կարող էր անել։ Բայց հենց Հուդային էր վստահված, իմանալով հանդերձ Հուդայի էությունը, ճանաչելով Հուդային, ի վերջո մեր Տերը բազմիցս իր գործունեության ընթացքում կանխատեսում է եւ դրանով նաեւ զգուշացնում է Հուդային, որ դարձի գա։ Իդեպ, եթե միայն այն դրվագները մենք առանձնացնենք, որտեղ Հիսուս Հուդային փորձում է ճիշտ ճանապարհի բերել, բավական խոսում դրվագներ կան։ Եվ կարող ենք գալ այն եզրակացության, որ մինչև վերջի կետը Հիսուս իր սիրով փորձել է Հուդային վերափոխել։ Այսինքն այն կարծիքը, որ Հիսուս հատուկ էր անում, որպեսզի Հուդան դառնա դավաճան, որ փրկագործության մեջ իր տեղը գրավի, որտեղ մարգարեություն կար, որ մարդու որդին պետք է դավաճանվի, պետք է մատնվի։ Եթե չմատնվի եւ դրանով մահվան չդատապարտվի, փրկագործությունը չի իրականանա։ Բայց սրա վերաբերյալ շատ հստակ մի պատասխան կա։ Ամեն դեպքում աշխարհում գոյություն ունի առարկայական իրավիճակ, մարդկանց կողմից ստեղծված, կա ատելություն, ընդ որում անատների կողմից համընդհանուր մթնոլորտ արտանեցված, որը հավաքական իմաստով ինչ-որ մի մակարդակի վրա է, կա անարդարություն և կա կեղծիք։ Հիմա ինչ է կարծում, եթե աշխարհ է մտնում անձնավորված արդարությունը, սերը և ճշմարտությունը, ինչ է տեղի ունենալու։ Տեղի ունենալու բախում։ Եվ այդ բախումից վստահաբար ծնվելու է խաչը, խաչի իրականությունը։ Դեռևս Հիսուսից առաջ 5 տակարանյան մտածողներն էին ասում, որ արդար մարդը անհրաժեշտաբար հալածվում է, որովհետև բախվում է աշխարհի անարդարությանը, պայքար է ինչ-որ իմաստով։ Եվ այդ անարդարությունը կարող է լինել եւ անձնավորված, որոշակի մեկի մեջ խտացված։ Ասենք օրինակ Եղիա մարգարեին հալածանքի էր ենթարկում թագավորական տունը, հատկապես ակտիվ էր թագուհին։ Եվ կարող է այդ անարդարությունը լինել բութ, անանվանական, անանձնական, պարզապես հոսանք, մթնոլորտ։ Հիմա Հուդան
այս բախման մեջ դերակատարներից մեկն է, որովհետև անձը ունի հստակ հոգեբանություն, հստակ ձևավորված անհատականությունը, ինքնություն, բնավորության գծեր եւ միայն ագահությունը չէ, առավել եւս նախանձը։ Հուդան կարող էր լինել նաեւ իր պատրանքների զոհը, որ հետո վերածվում է հուսահատության։ Այստեղ խնդիրը պարզապես Հուդայի այն է, որ նա կատարում է դավաճանական քայլ։ Եվ դավաճանությունը սովորաբար մեկ կամ երկու հատկությունների հանրագումար չէ։ Դրա համար է զազրելի։ Դավաճանությունը մարդու ոչ թե մեկ կամ երկու, այլ բազմաթիվ բացասական հատկությունների հանրագումար է, ասում է մեկնիչայրը, բացելով թեման։ Առանցքում կեղծիքն է, որովհետև սերն է կեղծում, վստահությունն ու հավատարմությունն է կեղծում, օգտվում է իրեն վստահող մարդու խոցելիությունից։ 30 արծաթի խնդիրը չէ, շարունակում է հոգևորականը, 30 արծաթը սիմվոլ է, խորհրդանիշ, որով բնութագրվում է Հուդայի մամոնայի նկատմամբ ունեցած սերը։ Հուդայի ձեռքի տակով բազմաթիվ գումարներ էին անցել, այդ գանձանակի մեջ էին բերում եւ նվիրատվություն էին անում Հիսուսի խմբին։ Բացի դրանից Հուդան, եթե շատ ցանկանար, կարող էր գանձանակը վերցնել պարզապես փախչել առանց դավաճանական արարք կատարելու։ Խնդիրն այն է, որ Հուդան նաեւ ուներ իր պատրանքները հիասթափությունը ինչ-որ իմաստով, այսօր տեսություններ կան բազմաթիվ, որոնցից մեկի համաձայն Հուդան պարզապես մարտահրավեր է նետում Հիսուսին, որպեսզի վերջապես ընդվզում կազմակերպի ընդդեմ հռոմեական կայսրության, այսինքն ընդդեմ օտար տիրապետության։ Բայց բոլոր տեսակի բացատրությունները կիսատ են, բոլոր տեսակի։ Որևիցե մի բացատրություն ամբողջական չէ, որ մենք փորձենք հասկանալ այդ բացատրություններից որոնք են ավելի համոզիչ եւ մենք էլ ձևավորենք մեր համոզմունքը։ Եվ այստեղ շատ հետաքրքրական է ավետարաններից մեկի դարձյալ Հովհաննեսի եւ նաեւ Ղուկասի բնութագիրը, ասում է սատանան մտավ նրա մեջ։ Իրենք էլ են փորձում հասկանալ ինչու Հուդան ինչ որն է շարժառիթը եւ հանգում են այն տեսակետին, որ ամեն դեպքում Հուդան մի պահի դուրս գալով Քրիստոսի այդ սիրո, վստահության, այդ լույսի, այդ առաքելության միջից ամեն դեպքում ազատություն ձեռք չի բերում, այլ ընկնում է այլ ուժի ազդեցության տակ, որը չար ուժն է։ Եվ երբ Հովհաննեսը Հուդային բնութագրում է որպես սատանա, Հիսուսի շուրթերին է դրված այդ խոսքը։ Ասում է ձեզանից մեկը սատանա է, խոսելով իր 12 հոգանոց խմբի մասին։ Սատանա որոշակի իմաստով չէ, սատանան չէ, այլ ունի այդ հատկությունները, այդ ուժի տակ ընկնելու եւ այդ ուժով մղված գործելու տրամադրություն ունի։ Եվ Հուդան ինքը հայտնվում է հենց այդ ուժի ներքո։ Հետո է, որ կսթափվի եւ կհասկանա, թե իր արարքը ի վերջո ինչպիսի ահռելի ողբերգության եւ ոճրի հանգեցրեց։ Մեր կյանքում շատ կան հեղեղուկ մարդիկ, հեղեղուկ ոչ միայն հոգեպես, այլ նաեւ մտավոր առումով ծանծաղ, ուզում են երևալ։ Որոշների մոտ արտահայտվում է հերոսանալու նաեւ այդ ցկտումը։ Հուդան կարելի ասել մեծ ձնագնդի առաջի, այսպես ասած, փաթույթը ձևավորեց, որ հետո աստիճանաբար մեծանալու էր, հանգեցնելու ուրեմն ողբերգության, որ էր իր ուսուցչի մարդու որդու, որ հետո կպարզվի
Մարդեղացյալ Աստծո որդին է, ուրեմն մահվան եւ խաչելության։ Ազգերի հոգեկերտվածքները տարբեր են եւ համամարտկային խորհրդանիշները յուրաքանչյուր ազգ իր ձևով է յուրացնում եւ ներքնայնացնում, հոգեկան ու վարքային մշակվածության ենթարկում։ Տարբեր ազգեր տարբեր ձևով են ներկայացնում Հուդայի կերպարը։ Սովորաբար ընդգծվում է դավաճանության արարքը եւ զղջման մասին խոսք կամ ակնարկ չկա։ Հուդան ինքնասպան եղավ։ Հուդայի ինքնասպանությունը կարելի է ընկալել որպես մեծագույն զղջում եւ թողություն չընդհանրող մեղքի վերջնարար։ Այլ կերպ Հուդան չի կարողացել հաղթահարել հոգեկան ներքին ճգնաժամը, որը հասել է կրիտիկական դրսևորման։ Չեմ կարծում, որ ազգային վերաբերմունք կա Հուդայի նկատմամբ։ Վերաբերմունք ազգային չէ, այսինքն կարող են լինել որոշ ուղղություններ, որի ներկայացուցիչները դիտարկեն զուտ Հուդային որպես դավաճան։ Զղջումը եւ ինքնասպանությունը համարելով դավաճանության մեկ այլ դրսևորում։ Կարող են լինել ներկայացուցիչներ, որոնք արդարացնեն Հուդայի արարքը, այսինքն ազգային մոտեցում չէ։ Ինչ վերաբերում է Հուդայի մատնության արարքին եւ դրանից հետո զղջումին, որը տարբերվում է Պետրոսի զղջումից։ Ուրեմն զղջում կա, որը առողջարար է, ինչպես Պետրոսի զղջումը, թեև Պետրոսը ուրացավ, չդավաճանեց, տարբերությունը մեծ է։ Եվ կա զղջում, որը հանգեցնում է հուսահատության եւ տանում է կործանման, ինչպիսին Հուդայի զղջումն էր։ Խնդիրը գիտեք ինչ է, ես կարծում եմ, որ ամեն դեպքում Հուդան որքան էլ որ Քրիստոսի լույսի տակից դուրս էր եկել մտնելով խավարի մեջ, ինչպես պատկերավոր ավետարանիչն է ասում։ Վերջին ընթրիքին, երբ Հուդան դուրս է գալիս, ավետարանիչը շատ այսպես սարսռացնող ձևով ասում է եւ գիշեր էր։ Այսինքն մտնում է խավարի մթության քողի տակ։ Ամեն դեպքում այն ինչ որ ինքը ստացել էր իր վարդապետից, հոգու խորքում մնացել էր։ Եվ սա էլ նրա մեջ զղջում է առաջացնում, ամեն դեպքում Հուդայի զղջման մեջ ես ինչ որ պատասխանատվության տար տեսնում եմ։ Այլ խնդիր է, որ չի անում հաջորդ քայլը, որը հավատալն է Աստծո սիրուն եւ իր մեղքին թողություն գտնելու։ Հետևաբար ինչ է անում Հուդան։ Այն ցավը, այն մեղքը, որ ինքը ապրում է Հիսուսին դավաճանելուց հետո, չի կարողանում տանել, անհանդուրժելի է, ճանապարհ պետք է գտնի։ Եվ այս ճանապարհը ինքը գտնում է մեկ այլ դավաճանության մեջ, որը արդեն ինքն իրեն է դավաճանում։ Հուդայի արարքը ընդհանուր կրկնակի դավաճանությունը։ Մեկնիչ հայրը եւս մեկ անդրադարձ դավաճանությունից հետո ինքնաարդարացման շուրջ։ Սովորաբար դավաճանները ինքնաարդարացման միտում ունեն։ Մենակ տեսեք, Հուդայի պարագային ես կարծում եմ, որ ամեն դեպքում ինքը ինչ որ պատասխանատվության զգացում դրսևորեց։ Զղջաց եւ հասկացավ իր արածի ամբողջ ահագնությունն ու ողբերգականությունը։ Այլ խնդիրը որ չկարողացավ ընդառաջ քայլ անել Աստծո մեկնած ձեռքին, Աստծո սիրուն։ Դա Պետրոսը ինչ արեց իրականում։ Պետրոսը այդ զղջումը ունեցավ պատասխանատվության զգացումով, բայց ինքը ոչ թե իր արարքը լվանալու համար ընտրեց ինքն իրեն ոչնչացնելու ճանապարհը, այլ բարիք գործելու ճանապարհը, որը վերջին հաշվով էլի հանգեցնելու էր իր մահվանը։ Ինքը ապրեց ճշմարիտ սիրով եւ արդարությամբ լեցուն կյանք, որը դարձյալ իրեն խաչ արժեցավ, նույնիսկ գլխի վայր։ Հուդայի պարագային այս քայլը չկարողացավ նա անել, բարիք գործելու։ Իր սխալը բարիքով ինչ որ իմաստով սրբագրելու եւ դարձյալ կյանքը վճարելու որպես հատուցում։ Այլ ինքը ընտրեց դարձյալ փախուստի ճանապարհը, որտեվ այն ճանապարհը ջանք է ենթադրում, այն ճանապարհը տառապանք է ենթադրում։
այս ճանապարհը փախուստ է ենթադրում։ Հասկանալի է, որ անձնասպան լինել այդքան հեշտ բան չէ։ Բայց ես մի փոքր նաև այստեղ տեսնում եմ այդ պատասխանատվությունը, որ ինքը վճարեց ուրիշ կերպ։ Ցավոք սրտի, այսօր կան դավաճանության դրվագներ եւ անձինք, որոնք մեծ դավաճանություն են գործում, թե իրենց ընկերների հանդեպ, թե իրենց ընտանիքի հանդեպ, թե հատկապես իրենց ժողովրդի եւ պետության հանդեպ եւ ճունեն այդ պատասխանատվության զգացումը, ել ուր մնաց մտածեն ինքնասպանության կամ դարձի մասին։ Ուրեմն Հուդան պարզվում է դեռ դավաճանության մեղմ օրինակ է։ Հուդան դավաճանեց Քրիստոսին, Քրիստոս մատնվեց, խաչվեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Քրիստոս ցույց տվեց ճանապարհը, որով մեղավոր մարդը կարող է քայլել, սխալներից, մեղքերից ու հանցանքներից հրաժարվել, ապաշխարել ու արդարացվել Տիրոջ կողմից, համընդհանուր դատաստանին արժանանալով նրա մեծագույն սիրուն եւ փրկությանը, ով է ընտրելու Հուդայի ճանապարհը եւ ով Պետրոսի։ Ճշմարիտ ճանապարհը մեկն է, ինչպես վկայում է Հովանու ավետարանը. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով։